Մենք ամեն ինչ գիտենք։ Ինչի չեն վիրավորվել կամ նահատակվել։ Լարվել են Ալեն Սիմոնյան Գոր Վարդանյան հարաբերությունները։ Մեր սերունդը փչացնում է։ Նիկոլն էլ է ուշադրություն ցուցաբերում։ Բարև ձեզ արմ կոմեդիասերներ աշխարհի տարբեր երկրներից մենք այսօր այստեղ հավաքվել ենք մի նպատակով երբ ձեզ մոտենան ձեր ընկերները ասեն բա այն վիդեոն տեսար են որ դուք ասեք իհարկե որտեվ ես նայում եմ արմ կոմեդի Եթե ձեզ դուր է գալի այդ վեհ զգացմունքը, ապա իմացեք զգացմունքը այս Patreon են անվանել անդադար պատրաստ եմ ես այդպես մի ամիսը մի կապուչինի հաշվի Patreon միացվել Եվ բացի դրանից ամենամտերիմներով մենք հավաքվում ենք հունիսի 4-ին մեր նախընտրական վակցինացիայի երկրորդ ներկայացումը նենց որ եկեք պատվաստվեք ատ դուշի Իսկ այն ընթացքում մեր գործընկեր GTB Holdings-ի GTB Steel-ը շարունակում է արմատուրաները բարձրացնել արվեստի մակարդակի Գերմանական տեխնոլոգիաներ Հայաստանի սրտում արտում ձուլվում են եւ շատ արագ հասնում են ձեր շին հրապարակ որտեվ ստեղ է արտադրվում Ժողովուրդ Հաճախ ընտրություններից առաջ հայտնվում են բոբոներ, որոնք հերիք չի կաշառք են առաջարկում, հələ մի հատ էլ ասում են, որ ստուգելու են, թե ում եք ընտրել։ Մեկ գործի տեղը շեֆը կարա համոզի, նույնիսկ հարևանը կարող են վախացնեն, Բայց իրականում ոչ ոք չի կարող ստուգել, թե ում եք դուք ընտրել։ Նենց որ հանգիստ կարող եք բոլորին ասեք, հա հարց չկա, դու ում ասես, հա, բայց վերջում ում ուզում եք Իրանել ընտրեք։ Ինչքան էլ ասեն ռենգենի ապարատա դրած, ամեն ինչ կիմանանք, բախտ նայող կամ ես կասի ում ես ընտրել, բայց իրականում ընտրությունը գաղտնի է։ Հիշեք, որ ոչ ոք չի կարող ազդել ձեր ընտրության վրա, որովհետև այն գաղտնի է։ Ընտրեք ձեր խղճով։ Իսկ կողքի մարդիկ թող ինչ ուզում են մտածեն։ 21-րդ դարն է վերջի վերջո։ Շարունակում է Քարոզ Արշավը իր փոքրիկ իր մեծ սկանդալներով մի քանիսը կուտակվել են, հենց որ եկեք մի հատ արագ գլուխ անենք դրանցից։ Նախ ռուսական ինսայդերը, The Insider։ կներեք, The Ոնց է The Insider-ը Telegraph-ը։ հրապարակել էր փաստաթուղթ, որից ակնհայտ է դառնում, որ ըստ էության Սամվել Կարապետյանը FSB-ի հետ կապ է ունեցել։ Բայց Սամվել Կարապետյանը հերքեց, չէ՞։ Սամվել Կարապետյանը արձագանքել էր կարճ։ Այդ հրապարակումը Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է։ Մի քիչ ավելի հստակ հերքեք, էլի։ Նիկոլի ձեռի գործը դա որ մեկն է բացահայտելը, թե ծերից ծեր հորինելը, որտեվ երկուսն էլ ձեր ասացի մեջ տեղավորվում են։ Նշում է եղել որպես աշխատանքի վայր FSB-ն, FSB-ի տեղեկատվական կենտրոնը։ Okay, ես հասկանում եմ, որ երբ մարդ կապ չունի FSB-ի հետ, բայց իրան մեղադրում են FSB-ի գործակալ լինելու մեջ, դա ինքնին շատ խնդալու է։ Հիշում եք, չէ, ինձ էլ մեղադրում են Կրեմլի ագենտ լինելու մեջ, բայց հերքելուց պետք է ոնց որ մի քիչ ավելի լուրջ հերքել այդ պահը։ Ironix sense։ Նարեկ, դու Կրեմլի գործակալ ես։ Ոչ, ես Սերգեյ Կրեմլի գործակալ չեմ։ Այս սենց է պետք հերքել։ Հա, նես չի որ հավատացի, բայց գոնե չոտքի հերքես։ Հետո եթե պարզվի որ եմ, կարա դեմս դնի։ FSB-ի հետ կապ չեք ունեցել հավաստակ։ Ոայ, ժողովուրդ ջան, Պարոն Կարապետյան համատարած։ FSB-ի հետ եթե մեր երկրում կապ ունի, միայն Նիկոլ Փաշինյանը ունի, ուրիշ մարդ FSB-ի հետ կապ ունի։ Համարատավորող տեղեկությունն հրապարակվել, ինչ եք անելու։ Եթե օրինակ այս տեղեկությունը սխալ է, ինչ քայլեր Դե ձեզ ասի, շանտեղ մի դրեք, դրանց էլ ինչ ավել բան ասեն։ Okay, неужели Роберт fucking Amsterdam Robert Amsterdam, yeah։ Այդ մարդը բացի բաներ ասելուց չի հուշել պարզ իրավաբանական ճշմարտությունը, որ նախքան կայֆավատրները պետք է մի հատ նախ հերքես, սևը սպիտակով չոտքի հերքել, նայեք, Նարեկ, դու Կրեմլի ագենտ ես։ Շանտեղ մի դիր այդ խոսակցությունները։ Ակնհայտորեն կասկածելի է։ Հա, ու եթե Ռոբերտ Ամստերդամը էսի շատ հստակ չի բացատրել, ուրեմն вы ему переплачиваете։ Բայց վերջը հստակ հերքեցին ու ասին, որ դատի կտան։ Ազատության հետ զրույցում նրա եղբորորդին հայտնեց, որ մի հաղորդում էլ այս մասով է լինելու, իսկ գումարը, որ կպահանջեն դատարանից պատճառված վնասի համար,
հստակ նպատակով են ծախսելու։ Մենք որ այդ գումարները, որ դատական գործի շրջանակում կգանձվի, մենք կուղենք հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդկանց, հիմնականում պաշտոնյաներին անվճար դեղեր բաժանելու վրա։ Նարս համ դատի ատալու, համ ձեռի թրոլեց։ Իսկ այդ նարդ կարող է Ռուսաստանի քաղաքացիություն ունենա հենց այդպիսի գրությամբ կիսվեց ստատուսով Ալեն Սիմոնյանը։ Որտեւ երբ հարցականով ես գրում, հետո դատարանում քեզ հաղթելը ագին ավելի դժվար է դառնում։ Նարեկ Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացի լինելու հարցը 3 Facebook-յան գրառմամբ առաջինը շրջանառեց ազգային ժողովի նախագահը։ Ալեն Սիմոնյանը իրավաբանական անձանց ռուսական ռեգիստրից ներբեռնված մի փաստաթուղթ հրապարակեց, որում Նարեկ Կարենի Կարապետյան անուն ազգանունով անձի դիմաց գրված է Ռուսաստանի քաղաքացի։ Սուտ տեղեկությունները ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով, դա քրեորեն պատժելի արարք է։ Ուստի Նարեկ Կարենովիչ ինձ որևիցե բան բացատրել պետք չի։ Կխոսեք քննիչի հետ։ Նարս սրան արագ հերքում տվեց։ Ոնց ասեց որ Ալենի ձեռքի գործն է, թե բանի տեղ մի դրեք։ Չէ, բարեբախտաբար շատ ավելի ուղիղ հերքեց։ Տեսա, որ ազգային ժողովի նախագահ գցելա, որ ես Ռուսաստանի քաղաքացի եմ, չգիտեմ ոնց ասեմ, հերվից գամ, մոտիկից գամ, ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, ես բացի Հայաստանի քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել, երևի կյանքում Ռուսաստան ավելի քիչ եմ ապրել, քան օրինակ Անգլիայում կամ Շվեյցարիայում։ Այդ իսկ պատճառով Ալեն Ռոբերտովիչ այդպիսի բաներ մի արեք։ Այսա տեղը տեղին sense համապարփակ հերքում էր։ Իհարկե մենք գիտենք եւս մեկ ճշմարտություն Նարեկների մասին, բայց սա Ալենը չփոստեց դեռ։ Մերոպ ինչ ճշմարտություն։ Մենք ամեն ինչ գիտենք, տես միամիտ դեմք մի ընդունի։ Այս վիդեոն բոլորը հիշում եք։ Ում անունը Նարեկայքի կոդա 80%-ը։ Սա ագենտ է։ Ես որոշեցի անձամբ նախքին ԱԱՑ պետից բարձել այդ ճիշտ է թե չէ։ Նարեկ անունով, բան էդի կոդա, բոլոր նարեկները ագենտ են, չէ՞ եք։ Որպես ԱԱՑ նախքին կարող են երկի։ Ֆիքսեցիք չէ, որ չէ չասեց։ Ու որ вообще կասկած չմնա, որ Նարեկ Կարապետյանը ինչքան ուժ ունի Ռուսաստանի քաղաքացի չի, մի ամբողջ ՌԴ փոխարտգոց նախարար ամբողջ մարմնով եկավ ու հերքեց դա։ Տեն երեխեն։ Իրանց մոտ երեխա չի, իրանց մոտ պապի է։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն էր հայտարարել, թե Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։ Ջոգում եք, չէ՞ որ երբ անձամբ արտգործ փոխ նախարարն է հերքում, այդ ամենավելի շատ տանի կասկածների դաշտ։ Նայեք, քանի որ չեք ուզում պալիտ ելնեք, որ Ռուսաստանի դրած մարդն եք, չպետք է ՌԴ փոխնախարարը։ Բնում է մենակ Պուտին ասի, գիտեք ինչ, этот прекраснейший человек это же не мой гражданин, ցավը տանեմ իրա։ Լավ, անցնենք առաջ։ Իսկ բոլորը հիշում են նախորդ պորտկումը Նիկոլեկ Հարզաշավի ժամանակ, բայց մարդ ես, մի հատ թարմացնենք։ Արա, այս տահակ բացատրի դու ինչի չես զոհվել։ Դու ինչի մի խրամատուն չես զոհվել։ Այս տահակ Դուք ինչի եք զոհերի մեջ չեք արա։ Թվում էր թե ԿՊ-ն կջոգի, որ մարդկանց վրա մունատ գալը թե ինչու նրանք չեն զոհվել, գուցե ամենալավ միտքը չի։ Միտքը այնքան հորյա, որ աշխարհում դեռ ոչ մեկի մտքով չէր անցել արտահայտել այն։ Բայց ամեն դեպքում մենք դիմեցինք ChatGPT-ուն հարցրեցինք ով է այտենց պատմական դեմքերից երբևէ նմանատիպ հայտարարություն արել։ Մի քանի կարող շատ ծանոթ անուն բերեց, լսած կլինեք Մուսոլինի, Հիտլեր, Ստալին, բայց անգամ դա ուշադիր կարդալուց հետո այս հայտարարությունները իրանք արել են պատերազմից կամ առաջ կամ ընթացքում եւ նրանցից ոչ ոք չէր արել դա հետո։ Կասկածը մտավ, խնդրեցի ChatGPT-ն, ասի ապերիկ հլեմյաց ստուգի էլի, իսկ կա ինչ-որ մեկ, որ պատերազմից հետո է ասենց հայտարարություն արել, ինչին ChatGPT-ն պատասխանեց։ Պատմական աղբյուրներում գրեթե չի հանդիպում այն ճշգրիտ ձևը, որ պատերազմի ավարտից հետո առաջնորդը կանգնի ու ասի ինչու չես մահացել կամ ինչու չմեռար։ Սա որպես պետական, պաշտոնական, քաղաքական խոսք փաստացի գրեթե չի արձանագրվում։ Բայց ԿՊ-ն նայեց այդ երբևէ չարտահայտված մտքին ու ասեց գիտեք ինչ, ոչ թե լղոզենք արագանցնենք այդ թեման, այլ մի հատ double down անենք այս թեման։ Մզցնենք մինչև վերջ այս թեման։ Հիմա կալուգացի Սամո, քեզ հարցնում եմ, Գերդաստանում են 6 չափահաս տղա ես ունեցել։ Երկուսը քոնը, երկուսը աղբորին է, երկուսը քրոջին է։
ինչի չեն վիրավորվե կամ նահատակվե հանուն Հայաստանի։ Տեսնում եք, պատրաստ են նույնիսկ կոմպրոմիսի գնալ։ Okay, չեք զովում, օրը դե գոնե մի քիչ վիրավորվեք։ Քենեդին, չէր ֆայմը որ պետք չի դες վակրոկ դահոկը գնալ։ Մի հարցրա, ինչ պետք է անի երկիրը քո համար, հարցրա ինչը չես զոհվել երկրի համար, այ համբալ։ Բայց դե համացանցը դրեց ու թրոլեց այս թեման։ Ինչու չեք զոհվելը Facebook-ում այսպիսի մեմի է վերածվել, որն օգտատերերը տարածում են քաղաքական սատիրայով գրառումներով։ Մնում ասրանք ասեն ապե հայ ես, բախի չես զոհվել։ Դուխի պոստերում չեսը փոխվել է խի չես զոհվելով։ Հա էլի, տենաց խի չեմ զոհվել, հանգիստ կարայի չէ, իսկ դու ֆրենդ ջան, խի չես զոհվել։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանն օրինակ կատակով առաջարկել է Պաշտպանության նախարարին այսպիսի պաշտոնական հարցում ուղարկել. Պապիկյան Սուրեն, դուխի չես զոհվել, դուխի ես կենթանի։ Вообще, զինվորի նպատակը հայրենիքի համար զոհվելը չի։ Զինվորի նպատակն է նենց անել, որ թշնամի բանակի զինվորը զոհվի իր հայրենիքի համար։ Okay, անցնենք առաջ։ Փաշինյանը շարունակեց իր քարոզարշավը եւ որոշ տեղեր իհարկե գալիս էին եւ սերեն բացատրվում։ Ժամանակի խնդիր ունենք պետք է։ Ապրում են բազմաթիվ հնդիկներ, որոնք անչափ շնորհակալ են ձեզանից։ Իմ աշխատողն է 3 տարի աշխատում է ինձ մոտ, լսելով ձեր մասին, անձամբ ուզում է շնորհակալություն հայտնի, որ Հայաստանը այսքան խաղաղ է, այսքան ապահով է, աշխատատեղ ունենք։ Ժամանակին բոլորը գնում էին այստեղից աշխատանք փնտրելու, իսկ հիմա գալիս են մեզ մոտ։ Շնորհակալ ենք ձեզ։ Ոչ միայն Հնդկաստանից, ամենատարբեր տեղերից։ Մյուս կողմից շատ մեղադրանքներ կան, որ վարչական ռեսուրս է օգտագործվում։ Բայց ինչի ախր ժողովուրդը ամեն դեպքում սիրում է։ Մի կողմից սիրում է, մյուս կողմից չի ուզում, որ կամերաները ֆիքսեն այդ սերը։ Դե ինչու եք շրջվում, ինչու եք խուսափում։ Որ կոլեկտիվից եք։ Ինչ կարևոր է։ Տաշ Արտակ Աղեկյանի անվան հիվ 2 մնակ դպրոց։ Ամբողջ կոլեկտիվով եկել եք։ Ամբողջ կոլեկտիվ ասատուով, հավաքարարով, պակով։ Բոլորը աջակցում են փաշին։ Այո։ Ձեզ առավել եւս ոչ։ Ուսուցչական անձնակազմից սակայն հրաժարվեցին խոսել, խուսափելով Երևալ նաև տեսախցիկների առաջ։ Այո։ Որտեղի կոլեկտիվն է դպրոցի։ Դե հիմա ինչ անենք, լիքը պետական աշխատողներ, ինչպես դա եղավ Ավինյանի հանրահավաքների ժամանակ, մի մարդու պես եկել են, բայց դի օրենք չի խախտում։ Ցավոք սրտի օրենքը մի քիչ ավելի հստակ է եւ ունի իմաստ եւ անհամբեր սպասում է, որ Իրան այնտեղ ուսից վերցնեն ու սկսեն կիրառել։ Արգելվում են նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը հանրային ծառայության մեջ գտնվողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոն է հանդես գալիս։ Իրանք երբ որ ներկայանում են որպես ուսուցիչ, երբ որ իրանք ներկա են բոլորի համար տվյալ տեղանքում, տվյալ հավաքի ժամանակ, իրանք իդենտիֆիկացվում են որպես տնօրեն, ուսուցիչ եւ այլն ուսումնական հաստատության աշխատակից։ Իրանք համարվում է, որ քարոզչություն են իրականացնում։ Եթե մեր երկրում ելներ, ոնց էր արա քաղաքացիական հասարակություն, ցես բաները մի քիչ ավելի լայն ուշադրության կարժանանային։ Բայց քանի որ օրենքը ոչ բոլորն է հուզում, կարելի է միանգամից անչափահասներին էլ բերել դպրոցից հանել, զրկել կրթությունից եւ բերել տեղ։ Արարատի մարզի վերին Արտաշատ բնակավայրում քարոզարշավ իրականացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորում են դպրոցական կոլեկտիվը, աշակերտներ, համայնքային այլ աշխատողներ։ Հայաստանի եւ իշխող քաղաքացիական պայմանագրի դրոշները ծածանող աշակերտներից պատմեցին, դասերը շուտ են ավարտել, որ գան Նիկոլ Փաշինյանին դիմավորելու։ Դասի էինք, ուղղակի եկել ենք ստեղ հենց Փաշինյանի համար։ Հա, ավարտվեց։ Ասացիք Փաշինյանի այցի համար եկել եք ստեղ։ Հա։ Ես դասի շոն։ Հանցին է ավարտվել ձեր դասը։ Մի րոպե։ 12:25 զանգը տվել է։ Բայց սովորաբար երբ է դասերն ավարտվում։ 2-ից 5 պակաս։ Այսօր շուտ եք մի քիչ։ Հա։ Բայց հիմա շոկային լուր, երբեք չեք գուշակի ով է ատում վարչական ռեսուրսը։ Ով։ Հուշում, անունը սկսում է Ն-ով, ազգանունը Փ-ով, բայց Նիկոլո Փագանինին չի։ Նիկոլո Փագանինի։ Ավելի մոտ ինիցիալներով հայտնի մարդ չգտավ։ Փագանինի։ Ես ատում եմ վարչական ռեսուրսը եւ դա ճշմարտություն է։ Համատումա համել ոչինչ չի կարողանում անել։ Такую личную неприязнь испытываю к վարչական ռեսուրսу, что кушать не могу։ Բայց երեխեքը գալիս են ու գալիս են։ Ինչ անեմ։ Այստեղ էլ, աչից process-ի հիմնական առաջնորդողները, երեխաները, ես ավելի ու ավելի շատ
Սկսում եմ անվանել այս գործընթացը երեխաների հեղափոխություն, որովհետև երեխաները այս process-ում անընդհատ ներշնչում են ինձ էլ համոզված եմ ձեզ էլ համոզված եմ ծնողներին էլ։ Ու դա վատ է, երեխաներին պետք է հնարավորինս Քարոզարշավից ու Roblox-ից հեռու պահել։ Կան շատ ավելի լուրջ վտանգներ ու դրանք անտեսվում ու անտեսվում են։ Մեծ կազինո կա մեր երկրում, որ աստված չի օրնելու մեր բյուջեն ընդհանրապես, որտեղ դա սատանայից է, ոչ էլ դուք պետք է։ Ինչ կազինո։ Շանգլենք, որ ուզում լինի։ Այսինքն ինչ է ստացվում։ Անցած տարվա մեր բյուջեն էլ օրհնված չէ։ Դե անցած տարի կազինոները կային։ Փաստորեն մեր ոչ մի տարվա բյուջեն երբեք օրհնված չի եղել։ Էլ ինչա, բացի կազինոներից, որ հարամ է անում մեր բյուջեի օրշներքը։ Երկրորդը գալիս է ստրիպտիզ ակումբները, որ նույնպես չի օրնում աստված այդ բյուջեն։ Այսա չեղավ։ Հայաստանը մի կողմից ցույց է տալի ինչքան մոտ ենք մենք Զելենսկու հետ։ Իսկ հարյուրավոր ուկրաինուհիներ գալիս են Հայաստան, որ հենց պարային ոլորտում արտահայտվեն։ Պարը արվեստ է։ Ես որպես ֆեմինիստ չեմ կիսում Նարեկի կարծիքը եւ կոչ եմ անում մեզ միանալ երկրորդ մասում, որտեղ շատ նորմալ ֆեմինիստական շփումը Փաշինյանի եւ Զարուհի Պոստանջյանի միջև նաեւ լարվում են հարաբերությունները Ալեն Սիմոնյանին եւ Գոր Վարդանյանի միջև եւ շատ ավելին։ Այսինքն ուզում ես արգելես կանանց հանվեն։ Այս հարցը արդեն ապրիորի վիրավորական է։ Արդեն այնց որպես ֆեմինիստ հայ մարդը վիրավորեց։ Իսկ են հայ հիմա որ շարունակում ես, հիմա կարող է արտասվեմ։ Կովաստ։ Վերջին պորնիկի նման։ Օպա։ Էս ի՞նչա։ Ինչ որ բան են չի։ Ոչ մի բան են չի, ես էս բան չի ուզել։ Իսկ դուք ընտրությունների մասնակցել եք։ Ես զբաղված մարդ եմ, չէ, вообще ինչ կապ ունի, դու թեման մի փոխի։ Սիրելի փրչոտ, բանն այն է, որ եթե չեք մասնակցում ընտրությունների, ընտրում են ձեր փոխարեն ամեն ինչ։ Սաներվածքը շուտ լավ ստացվել աղջիկներին դուր կգա։ Կարամ քաչալացնեմ։ Բարի գունց։ Մեր լուսավոր գործընկեր Լույսեր բիզնես կենտրոնը շարունակում է լուսավորել բոլոր օֆիս փնտրողների կյանքը։ 13 հարկանի բիզնես կենտրոն, որի 9 հարկերը յուրաքանչյուրը 1 օֆիսային տարածք են։ Հարկ, օֆիս, հարկ, 1 օֆիս, հարկ, 1 օֆիս։ Ու իմ կարծիքով մեծ առավելություն է ունենալ մշտական ջուր ու լույս։ Դա շատերի երազանքն է։ Ջիմ, ռեստորան, կաֆե, ֆուտբոլի դաշտ ամեն ինչ ունեն, որ դուք պրոբկաներից հեռու ոնց որ ասած առանձին մի հատ քաղաքում լինեք։ Գնացեք ձեր աչքով համոզվեք, մեզ էլ կհրավիրեք ձեր օֆիսի բացմանը։ Ու հիմա արդեն զանգեք, ամրագրեք ձեր հարկը։ Դաշո հերիքա, հիմա երևի մտածում եք ինչի եմ ձեզ բոլորին հավաքել Շին հրապարակում։ Այստեղ կառուցվել է Լույսեր բիզնես կենտրոնը։ Դա որ հիշում ես, որ միշտ երազում էր, որ գործի տեղը ջիմը լինի։ Լինելու է։ Ստից ինչ-որ փոքր բան։ Լուրջ, մեծ ջիմ Խուդավերդյան ջան։ Լավ լուր մեր հաշվապայի համար։ Առաջի շենքն է Հայաստանում, որ ստացել է էներգախնայողության միջազգային Edge Advanced հավաստագիրը։ Հոսանքի համար 56%-ով ավելի քիչ փող ենք տալու։ Մշտական լույս ու ջուր։ Իբրեդ որտեղ չկա։ Հակով, գիտեմ դու ինչքան ես սիրում ֆուտբոլ։ Լույսեր բիզնես կենտրոնում լինելու է ֆուտբոլի դաշտ։ Քո գնդակով կգաս դժվար գնդակ տան։ Խցանումները մեր կյանքը այլևս չեն կրճատի, որովհետև մենք լինելու ենք Լենինգրադյանի տարածքում։ Իրականում արդեն քրքրքորան։ Պատկերացրեք, այս ամբողջ հարկը մեր օֆիսն է, լիֆտը բացվում է, մտնում եք, ամեն ինչ մերն է, ու այստեղ կաֆեներ, ռեստորաններ, մի խոսքով կոմֆորտ։ Բա ինչ իմանանք, որ ժամանակին կավարտեն ու բոլոր խոստացածները կպահպանեն։ Ստոպ, Խուդավերդյանը ճիշտ է։
Լույսեր բիզնես կենտրոնի հարևանությամբ գտնվում է Լույսեր բնակելի թաղամասը, որտեղ ամեն ինչ արդեն ավարտված է, ոչ մի բանի վրա խնայած չի ու կենթանի ապացույցն է, որ ամեն ինչ այստեղ արվելու է ամենաբարձր մակարդակով Խոդավերդյան։ Yes! Ես միշտ ասում եմ, որ պետք է լույսեր գանք։ Եվ այսպես ստիպված ենք այս կտորը սկսել հրատապ գույժից։ Հորի լուր բարեկամներ։ Հորի ասեցիր ու պրծար քաքի մեջ ենք ազգովի։ Ես նույնիսկ չեմ կարա առանց մի հատ զանգուի այս լուրը կիսեմ ձեզ հետ։ Շատ ծանր, դժվար եւ անսպասելի լուր։ Դերասան Լևոն Հարությունյանը, ով գալիք ընտրություններում առաջադրվել էր Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության ցուցակով, ինքնաբացարկ է հայտնել։ Մի հատ դոն վիճակ էլի։ Ու դժվար է ասել ինչն է ավելի բացասական, այն որ նա ինքնաբացարկ է հայտնել, թե որ ի սկզբանե եղել է Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնքում։ Բա հիմա երբ Լևոնը իրանց հետ չի, որ քաղաքական ուժի հետ է։ Հարցին կա արդյոք որևէ քաղաքական ուժ, որին այս պահին սատարում է, Լևոն Հարությունյանը պատասխանեց. Չեմ կարող ասել, օրը գա բարին հետը։ Քաղաքական թեմաներում ներգրաված գուցե տեսնենք ինձ որպես ՀՀ քաղաքացի, բայց որևէ ուժի սատարելու համար ինձ արգումենտներ են հարկավոր, որը հիմա ես չեմ տեսնում։ Էսի դիմանալու չի։ Չէ, այս բայց լավ մեսիջը մյուս քաղաքական ուժերին, որ Լևոն Հարությունյանի սիրտը դեռ ազատ է, տեսեք ինչ եք անում։ Իսկ այդ ընթացքում լարվել են Ալեն Սիմոնյան Գոր Վարդանյան հարաբերությունները։ Այո, ես հոգնել եմ քարոզարշավից, ինձ սենց թեմաներին հիմա պետք դետոքսի համար եւ այսպես Ալենը վախը կորցրած օրը ցերեկով քննադատեց Գոր Վարդանյանին։ Ես առիթից օգտվելով կարող եմ պարոն Վարդանյանին մի բան խնդրել, եթե կանի, եթե չի անի, մենք դա կանենք օրենսդրական ինչ-որ ձևով, այնուամենայնիվ, ես ուզում եմ նրան խնդրել ինքը դադարի ֆիլմեր նկարել։ Ես ասեցի, ասել ուղարկում է։ Չէ, պես բան մենք չենք անում։ Ես իրան ուզում եմ խնդրել ինքը դադարի ֆիլմեր նկարի, որովհետև ինքը այդ ֆիլմերը նկարելով մարդկանց, մեր երեխաների, մեր սերունդը փչացնում է։ Աուչ, այ հիմա կաշը գնաց։ Գոր Վարդանյանը մտավ Facebook ու մի հատ մուսուբիդաչի յոկոգիրի արեց Ալեն Սիմոնյանին։ Խորհուրդ կտամ ձեզ ԱԺ նախագահ պարոն Ալեն Սիմոնյան, խոսելուց առաջ մի քիչ մտածեք, նոր արտահայտեք ձեր մտքերը։ Բում, շախ եւ մատ։ Այո, ու հիշեք, որ Չակ Նորիսից հետո նա մեր միակ ժառանգությունն է։ Գոր Վարդանյանը պոստեց վիդեո, որտեղ ակնհայտորեն ապացուցեց, որ ինքը չի փչացրել սերունդ։ Այդ վիդեոյի մեջ Գոր Վարդանյանի կերպարը, Գոր Վարդանյանը բացատրում է, դա իր ֆանտազիան կերպարը, բացատրում է երիտասարդ սերնդին ինչքան վատ է զբաղվել նարկոտիկի բիզնեսով։ Ախպերներ, էդի զապատլի գործ է, ախպեր։ Կարոչի ասեմ, էդի գործ է։ Եվ մի ամբողջ սերունդ դադարեց նարկոտիկի գործ անել, որտեղ Գոր Վարդանյանը հայտարարեց, որ դա գործ է։ Մնում հաջորդ սեզոնում մի հատ էլ կազինո խաղալու վրա խլեշ դնի ու վсё երկիրը փրկված է։ Այո, իսկ այդ ընթացքում քարոզարշավը ստացավ շատ գեղեցիկ եւ բարի ընթացք։ Բայց դա մուլտիտեզերքի մեկ այլ Հայաստանում։ Իսկ մեր մոտ Փաշինյանը հավաքներից մեկի ժամանակ տեսավ հին ծանոթի ու չկարողացավ զսպել սերն ու էմոցիաները։ Զարուհի, ինչ ես խոսում։ Ինչ ես խոսում։ Այ Ռոբերտին ու Սերժին ծախված ստակ չես էլ ամանչում, գետինը մտնես, դու անես ընդանապես, էժան, գնա Վարդանիկին պաշպանի, էժանի մեկը, գնա Վարդանիկին պաշպանի։ Ինչ ծախված, խի ծախված, այսինքն Նիկոլին թվում է, որ Զարուհի Փոստանջյանը իրոք ինչ որ մեկ պետք գար, այսինքն Քոչյանը կարող է լուրջ դեմքով ասել, «Էս $1 միլիոն քեզ» Վիրավորական չի, չէ՞։ Вообще, այս $1 միլիոն քեզ, արի դու պաշտպանի մեզ, նախկինազավրներին։ Շատ ֆեմինիստական։ Բայց միրապե, արգումենտի համար։ Բա ոնց այդպես հակա Սերժա Քոչարյանականից ռեսկի դարավ հակա Նիկոլական, հա։
Նայեք, հիմա ամեն ինչ կբացատրեմ։ Պարզապես նա քաղաքականապես մի փոքր դժբախտ մարդ է, ում պետք է ուշադրություն, ուրիշ ինչ պատճառ կա որ գալու Նիկոլի ցույցին եւ մենք այդ ուշադրությունը հիմա մեր փայ փորձում ենք ապահովել։ Դե տենց ասում են Նիկոլն էլ է ուշադրություն ցուցաբերում։ Կաշառակել ստահակ։ Ստահակ։ Գետի նմտնես, Ռոբին ու Սերժին ծախված, ընդհանրապես հետո պարզվեց, որ դուք քո շեֆը Ռաֆիով բանով ծախված էիք եւ ամեն անգամ ժողովրդին առաջնորդում էիք դեպի պարտություն։ Okay, գիտեք ինչ։ Քանի որ Նիկոլենց քարոզարշավը միշտ լարված է անցնում, կարա ստեղծի տպավորություն, որ հենց իրանց քարոզարշավն է միշտ լարված անցնում, որտեղ դե համարա միշտ էլ տենց է, բայց մյուս ուժերի մոտ եւս լինում են լարված պահեր, բայց նրանք շատ պրոֆեսիոնալ են տակից դուրս գալի։ Այո, օրինակ մաստեր կլաս ուժեղ Հայաստանից ինչ անել այդ լարված իրավիճակում։ Այ հիմա կարա ինչ է, սենց կանգնեին, բոլոր հարցակվեն այդ տիկնոջ վրա, ասեին, սատկացնելու ենք Սերժին։ Թեխի Սերժին ոչ մեկ չի հասկանում, ուղղակի դա երևի բոլորին դուր է գալի, բայց չարեցին, չէ, ուժեղ Հայաստանը ուղղակի շարունակեց քայլել։ Կուլտուրական իրանց երթը շարունակեցին, նու ինչ մի հոգի ասեց, ինչի ու վերջ։ Ո՞րն է փոփոխությունների տիպը։ Փոփոխությունների համար։ Ու արդյունքում ոչ մի սկանդալ, ոչ մի սրաջ, ճիշտ տպավորություն է ստեղծում, որ մարդիկ փող են ստանում, որ ուղակի քայլեն առանց էմոցիաների, բայց հեյ, զատո մտնոլորտը вообще չի լարվում։ Նենց չի որ Փաշինյանի մոտ հանգիստ չի անցնում։ Օրինակ վերին Արտաշատում շատ էլ հանգիստ քարոզարշավ էր։ Բայց սովորաբար երբ է դասերն ավարտվում։ 2-ից 5 պակաս։ Այսօր շուտ եք մի քիչ։ Հա։ Որ գաք էստեղ դրոշները։ Քեզ ով ա տվել դրոշը։ Մադմարտ։ Ով։ Մադմարտ։ Եվ այսպես ազատությունը եւս մեկ անգամ պատրեց ռեժիմի դիմակը եւ ցույց տվեց, որ ադմինիստրատիվ ռեսուրսով երեխաներին բերել են հանրահավաքի։ Լիքը երեխաների շատ լուրջ զրույց է սպասում ծնողների կամ ԱԱՑ-ի հետ, կամ երկուսի։ Չես գնացել։ Չէ, չեմ գնացել։ Ինչու։ Հիվանդ եմ մի քիչ։ Հա, բայց այստեղ եկել ես։ Հա։ Այս լրիվ իմ երիտասարդ տարիներն են USAID-ում, որ միած սիկլիվ ես վերցնում ու լիք ուրիշ գործեր ես առաջ տանում։ Բա ուսուցիչները չեն ջղայնանա, որ սենց ուղղակի սենց թողել դասերը ու եկել են։ Ինչ որ բան հուշում է, որ ուսուցիչները օքեյ են։ Ուսուցչուհիները գիտեն, որ շուտ եք դուրս եկել, թե թույլ են տվել։ Թույլ են տվել։ Ինչ ասացի։ Ասեցին կարա գնաք, որտեվ իրանք էլ են եկել։ Մյուս կողմից մի քիչ տարօրինակ չէր լինի, եթե ուսուցիչները գնային, իսկ երեխեքը մնային դասանեին։ Okay, դիմակը պատրեցինք հիմա ուղղակի արդարության համար, ազատության դիմակներ մի փոքր պատրենք, որ ազատությունը սա նկատեց, բայց ուժեղ Հայաստանի շատ նման կասկածելի իրավիճակը ԱԺ-ի դեմը սա չէր նկատել։ Բարև ձեզ։ Գնեք ակցիայի մասնակից եք։ Ինչ պահանջ ունեք։ Կասեք ինչ պահանջ ունեք այստեղ կա։ Պահանջ չունենք, բալա։ Բա ինչու եք եկել։ Եկել եմ ինձ էտի շուրկալի, մանկալի։ Պատա դինջարում եմ քինեմ։ Հա, այս ակցիայի հետ կապ չունեք։ Չէ։ Գնեք դուք էլ կապ չունեք։ Դուք չէ։ Հիմա կարծես երկու տեղն էլ կա խնդիր, երկու տեղն էլ կարևոր է պարզաբանել ու բացահայտել։ Դպրոցի հարցը վարչական ռեսուրսի չարաշահում է ենթադրում։ Այն մյուսն էլ ենթադրաբար փողով մարդկանց գրկել, բերել են մի քիչ դինջանան ԱԺ-ի մոտ, քանի ուժեղ Հայաստանի ակցիան այնտեղ։ Իդեպ փողով մարդկանց բերելու մասին կա նոր գաղտնալսում, ազատությունը չունի առանձինի պարտարծրա մասին, ԱԱՑ։ Կոլ պետք է ցուցակ ունենաս, ըստ տելեգրամով ես չէ զանգը։ Տակ, վերջ, էլ տելեգրամով զանգելը փրկություն չի։ Տելեգրամով ավելի լավ է լսվում։ Մենք այդքան հորդորում ենք մարդկանց, արա մտեք տելեգրամով խարդախություններ արեք։ Հիմա լրիվ փորը տվեցին, բայց ամեն դեպքում ինձ ավելի շատ սովորական, անալոգային հեռախոսով զրույցներն են դուր գալի։
Այդտեղ միշտ ավելի սուր հարցեր են քննարկվում։ Ես հասկանում եմ, թե այդ մասուկայությունը Հակակոռուպցիոնը բացահայտել է սուկայության դեպք։ Իսկ ինչ կալիբրի սուկայության մասին է գնում խոսքը։ Մեզ նշվում է, որ սավանդը տարակա մենք գիտենք իրան։ Կպե ժողովին է գնում։ Կպե միջից մարդ կա, նկարում գրքում ասում է, ախպեր իրան հաց եք տվել, տուն եք տալի, բրատ, կուրս եք սանից։ Կան գանելա կուրս, սաղ կուրս են։ Բայց հիմա ես գնամ իրան ասեմ, «Էս դու էլ մեզ նցում չես տանում»։ Դվայնոյ ագենտ է գտնվել, որ համ Կարապետյանցից ենթադրաբար փողաստանում համել գնում է ՔՊ-ի հավաքներին, ասես որ գնա կարող է Կարապետյանը ոչ էլ ձայն տա։ Ու գնալով ավելի տարօրինակ է դառնում այս խոսակցությունը։ Այս սուկայությունը։ Հայ կերեք ընձիքցեր ախպեր մի հատ կարտոշկա, չգիտեմ, 4069 568,000 կարտոշկա։ Այդ փողան որ շփոթ վերոս ախպերս ես տանք կարողի անիմից։ Ինչ կարտոշկա, խի այդ քանի կարտոշկա, խի վրոյին արդյոք վրոն նաև վրո մեջ է խաղում, որ այդքան փող է ստանում։ Ես առաջարկում եմ հետ բերել այն հին ու բարի ավանդույթը, որ բռնվածներին ցույց են տալի, որովհետև մարդիկ հրաժարվում են հավատալ, որ իրանք գոյություն ունեն։ Արա հա, էլի մի հատ դայնք։ Իսկ այդ ընթացքում պարզվեց, որ Փաշինյանը չի ներել Ծառուկյանին ոչ մի բան։ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Արարատ ցեմենտը պետականացնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց գլխավոր դատախազությունը պնդեց, թե 2000-ականների սկզբին գործարանը խախտումներով է մասնավորեցվել։ Դատախազության հայտարարությունից առաջ արդեն զգացվում էր, որ կարող է ինչ-որ գործ բացվի։ Փաշինյանը թեթև իշմար տվեց, որ ցեմենտի գործարանում ինչ-որ բան սպասվում է։ Իրեն բնորոշ էնիգմատիկ եւ անորոշ ակնարկային պոլոտոնների ոճով ինչ-որ բան թեթև ակնարկեց։ Եվ առաջիկայում ես ասում եմ, որ Արարատ ցեմենտ գործարանը նույնպես որպես Գուլոյան Ծառուկյան կլանի կողմից ապօրինի յուրացված գույք կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը եւ կպետականացվի, կազգայնացվի։ Ու նորից 8 fucking տարի հեղափոխությունից հետո ու հիմա նոր ընտրա fucking պայքարի ընթացքում հիշեց, որ Ծառուկյանը 175 տարի առաջ սխալ է ինչ-որ մի բան մասնավորեցրել։ Բայց Գագոզյան շատ շնեսրտեց, փողից չի նեղվում, կարող է գործարանը պետականացնել, բայց դա ինչ արած։ Նիկոլին թված էս մի հոդվածը քիչ է ու մի թեթևել մեղադրանք հնչեցրեց։ Գագիկ Ծառուկյանն էլ կապ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ եւ կոնտակտ է օտարերկրյա հատուկ ծառայությունների հաշվառված է որպես համագործակցող անձ։ Մեր հատուկ ծառայությունները օպերատիվ տեղեկություններ ունեն, որ Գագիկ Ծառուկյանի ցուցակի ամենաբարձր տեղերում գտնվողներից մեկը արդեն լրտեսա ոչ թե բարիս բուն քաղաքական, այլ բուն իմաստով։ Okay, խիենց ես բացահայտները արվում ընտրական փուլում։ Ну, ես իհարկե հասկանում եմ, ուղղակի տենց հռետորական հարց է սա ավելի շատ։ Ու հիմա 5 տարի անց նոր մեղադրում են Ծառուկյանին Դանտե Ալիգիերի 9-րդ օղակի մեղքի մեջ։ Գարի սորականի պես Դանտե Ալիգիերից խոսեցինք մեր հաղորդման ընթացքում։ Փաշինյանը էլի դանթեական բավականին ձևով ասեց ինչ ա լինելու են երրագլուխ հրեշի հետ։ Որովհետև հասկացել են, որ finita la commedia։ Finita la commedia, ինչքան լավ է հնչում, բայց նարեկ, ինչա դա նշանակում։ Փաշինյանին էլ թված, որ կարիք կա թարգմանել եւ բացատրել, թե ինչա նշանակում այդ ֆրազը։ Սա իտալերենից թարգմանաբար նշանակում է կատակերգությունը ավարտված է, տիկնակ եւ պարոնայք։ Էդի էր, հա։ Կոմեդիան է, տիկնակ եւ պարոնայք։ Okay։ Լավ, մի հատ տնանք ում հետ ոնց ինչ լրտեսական կապեր են ու անցնենք առաջ։ Ոբշեմ լրտեսության բուն հոդվածը ջարդեց Նոյան Տապանի թարմ բնակիչ Անդրանիկ Թևանյանի վրա, բայց Թևանյանը շատ վճռական է։ Նիկոլ, կոնկրետ պատվեր ես իջեցրել, ձերքը ներողությունը արտահայտությանս քաքն ես ընկել, բայց այդ քաքի մեջ էլ մնալու ես։ Պետական դավաճան։ Երկար սպասված քաքը վերջապես դուրս է գալի ջրի երես։ Այ էսա իսկական քարոզարշավը, պահանջում ենք ավելին։
$622,000 պետական գաղտնիքի դիմաց։ Նրան մեղադրում են ազգային ժողովի փակ գաղտնի նիստի տեղեկությունները ռուսերեն թարգմանելու եւ առանձնապես խոշոր չափերի գումարի դիմաց օտարերկրյա ներկայացուցչին փոխանցելու մեջ։ Խոսքը Ռուսիա-Կավկազ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ համագործակցության մասին է։ Ռուսիա Կովկազին է տվել ինֆոն։ Խիբլի Ռուսիա Կովկազը աժի փակ նիստերից ինչ որ ինֆորմացիա ուզենար։ Յանի Ռուսիա Կովկազի մնացած ամեն ինչը տեղավորվում է բոլոր տրամաբանությունների մեջ։ Ու вообще Խիա Նիկոլը որոշել հերոսացնել կամ հեղինակազրկել Անդրանիկ Թևանյանին, որը вообще ոչ մեկին հետաքրքիր չէր, թողեք այդպես մնար էլի։ Բայց արդեն suddenly Անդրանիկ Թևանյանը բոլորիս հետաքրքիր է, անենց որ Դարավ topic։ Անդրանիկ strikes back։ Ես 21 թվականին այո ընտրվել եմ պատգամավոր ազգային ժողովի ընտրությունների արդյունքում, բայց ուշադրություն 2023 թվականին վայր եմ դրել ազգային ժողովի մանդատը եւ դրանից հետո մասնակցել եմ Երևանի ավականու ընտրություններին որպես ոչ պատգամավոր արդեն, իսկ այստեղ գրված է որ 24 թվականի լսումներին փաստորեն փակ գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի վերաբերյալ տեղեկություն եմ հաղորդել։ Չէր կարա ծախեր հայրենիքը տեխնիկական պատճառներով, որովհետև ԱԺ-ում չէր արդեն։ Դե բայց ԱԱԾ-ն ինչ որ ապացույց կտա, չէ՞, առանց ապացույց չի չէ՞ մեղադրանք։ Вообще-то լավ կներ էլի ապացույցներ ցույց տայեք այս մեղադրելու ընթացքում։ Ու вообще ավելի լավ կներ որ ոչ թե 2 տարի անց գտներ այդ ապացույցը, այլ բուն 24 թվին, երբ դեպքը եղելությունը տեղի ունեցավ։ Ու մի հատ էլ ու вообще անեմ քո ու вообще-ն։ Вообще այլ ուժեր էլ կան, որ մասնակցում են քարոզարշավին, այսօր եկեք իրանց չնեղացնենք։ Գյուղատնտեսությունը անկում է ապրում, անասնագլխանակը շեշտակի նվազել է։ Okay, մարդա 2 տար բաց է թողել։ Հա, այլ եկեք շուտ անցնենք առաջ, քանի չի Հա, չէ, նկատել է։ Նկատել է։ Նկատել է։ A N A S N A Stop. No, հասկացանք։ Փաստորեն միայն կրթվելը չի նորաձև, այլ նաև կրթելը։ Այսքանն էր մնա իդեպ մի հատ թույն յատմից դուրս գալ, չդուրս գալու մասին թեմա կար, որը ասենց սիրուն հավաքել է, բայց տեղ չարեց, նենց որ մյուս անգամ լինելու է 67 րոպեանոց հաղորդում։ Մնացեք մեզ հետ։ Մնացեք։ Մեր նախընտրական վակցինացիայի երկրորդ ստենդափը հունիսի 4-ին այնքան լավ է վաճառվում, որ նույնիսկ մտածում ենք գովազդենք։ Չէ, եթե տատանվում եք գալ ստենդափի կամ չգալ, մի եկեք, թող այն մյուս ավելի բաշարող մարդիկ գան։ Հունիսի 4-ին բաշարենք միասին։ Ընթացքում կարեք բաշարեք։ Այս կաններ, այսօր Warm Comedy։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Ես կպցնեմ հաճելի։ Գաթերքուր։ Աշյան ջան, հաջան։ Ես հանդիպամ արդեն ուղեկա։ Ձեր ուզում եք պաչեի փուշտովել։ Չէ, չի կարամ։ Չէ, ուր է այդ պրոշտերի։ Ո՞մ։ Կուետ։ Կարամ, դեպքան։ Հարգյակիտ մերրեմ։ Ինչան փորձանքա թափի քոչոյն ու Սերժո Արևու։ Այսօր երկու հատ հայվան քանչել ուշացնում։ Նախորդ կասեմ կարակ դուրս գա։ Պահպանակ բառի ոչ գրական տեսակն է։ Մարոժնի։ Հա, պահպանակ ասեցի։ Հա, մարոժնի։ Նոր ակցիա, միացեք Arm Comedy Patreon-ին եւ ստացեք 5 տարվա երջանկություն, անզուսպ երջանկություն։ Հենց հիմա